Ողջույն բոլորին և բարի գալուստ մեր ալիք։ Ելենա Արշակյանի հեղինակած «Տաքսիստը» հեռուստասերիալում իրադարձությունները ստանում են այնպիսի խճճված ու վտանգավոր շրջադարձեր, որ նոր սերիայի անոնսը պարզապես ստիպում է շունչը պահած սպասել զարգացումներին, քանի որ կերպարների իրական դեմքերն ու մտադրությունները վերջապես սկսում են ջրի երես դուրս գալ։ Եկեք միասին վերլուծենք այս թեժ դրվագներն ու հասկանանք, թե ինչ է մեզ սպասվում։ Սկսենք ամենաուշագրավ բացահայտումից, որը տեղի է ունենում հենց Սեդայի ննջասենյակում։ Էլենը մտնում է նրա մոտ և ցույց տալիս առաքիչի լուսանկարը, վստահեցնելով, որ հենց նա է այն տաքսիստը, որի շուրջ պտտվում է այս ողջ մղձավանջը։ Սեդան պարզապես ապշում է այս փաստից, քանի որ նա շատ լավ հիշում է այդ առաքիչին, ում ինքն անձամբ խնդրել էր իրեն հասցնել Երևան, սակայն նա բացարձակապես չի հիշում նրան որպես այն տաքսիստի, ով իրեն վրաերթի է ենթարկել։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Սեդայի կիսագիտակից վիճակը խառնել է բոլոր խաղաքարտերը, և ինչպես մենք արդեն հստակ գիտենք, Հարութն իրականում անմեղ է և բացարձակ կապ չունի Սեդայի հետ կատարվածի հետ։ Բայց մինչ մենք հասկանում ենք ճշմարտությունը, նվերը առաջնորդվում է կույր վրեժով և անցնում է չափազանց ստոր գործողությունների։ Համոզված լինելով, որ Հարութն է կործանել Սեդային, նվերը որոշում է նույն ցավը պատճառել նրան, թիրախավորելով Հարութի կնոջը՝ Մանեին։ Նա սկսում է հետապնդել նրան, հասնում է այն սրճարան, որտեղ Մանեն աշխատում է, և որպես հաճախորդ նստում է սեղանի մոտ։ Թեև Մանեն սպասարկելով նրան հստակ պահանջում է իրեն հանգիստ թողնել, նվերը մտադիր չէ նահանջել։ Նա նպատակ է դրել տիրանալ նրան որպես ատոցում։ Սրճարանից հեռանալիս նվերը թողնում է $100 թեյավճար։ Եվ այստեղ պարզ է դառնում մի ցավալի ու վտանգավոր իրողություն։ Մանեին ակնհայտորեն շատ հաճելի է լինում տեսնել այդ խոշոր գումարը, ինչը արդեն իսկ վատ նշան է։ Իրավիճակն ավելի է թեժանում, երբ Մանեն վերադառնում է տուն։ Հարութը նույնպես տանն է և հենց այդ ժամանակ զանգահարում է նվերը։ Մանեն ստիպված դուրս է գալիս բակ հեռախոսով խոսելու համար։ Նա ձևականորեն հերթական անգամ կրկնում է, որ ամուսնացած կին է և խնդրում է իրեն չանհանգստացնել։ Բայց նրա պահվածքից ու խոսելաոճից ակնհայտ զգացվում է, որ նրա մոտ մեծ հետաքրքրություն է առաջացել նվերի հանդեպ։ Այս ամենը թույլ է տալիս վստահաբար կանխատեսել, որ առաջիկա սերիաներում մենք ականատես կլինենք դավաճանության։ Մանեն ուղղակի չի դիմանա այդ գայթակղությանը։ Այս ընթացքում զարմանալի կեղծավորություն է տիրում նաև Մինասի տանը։ Սյուզին փորձում է քրոջ մոտ խաղալ մտահոգ կնոջ դեր, ձևացնելով, թե անհանգստացած է Մինասի հեղինակության համար, քանի որ շուտով ընտրություններ են, իսկ ամուսինը պատգամավոր է։ Սակայն Էլենը չի լռում ու ուղիղ հարվածում է։ Նա քրոջ դեմքին է շպրտում այն դառը ճշմարտությունը, որ շատ լավ գիտի, թե որքան անտարբեր է Սյուզին Մինասի հանդեպ։ Իրական դեմքը բացահայտված տեսնելով, Սյուզին պարզապես հունից դուրս է գալիս։ Իսկ սերիայի ամենաշոկային ու լարված տեսարանը սպասվում է վերջում, երբ Սեդան, փորձելով վերջապես հասկանալ ու վերհիշել տեղի ունեցածը, կայացնում է համարձակ որոշում։ Նա գնում է Հարութի տուն և մտնում այն նկուղը, որպեսզի գոնե մի բան արթնանա իր հիշողության մեջ։ Լարվածությունը հասնում է գագաթնակետին, երբ հենց այդ պահին նկուղ է իջնում Հարութը, տեսնում է Սեդային և պարզապես քարանում է անակնկալից ու զարմանքից։ Իսկ ինչ եք կարծում դուք, սիրելի հետևորդներ։ Արդյոք Մանեն կտրվի գայթակղությանն ու կդավաճանի ամուսնուն հանուն նվերի փողերի։ Եվ ինչ կլինի Սեդայի ու Հարութի ճակատագրական հանդիպման արդյունքում։ Անպայման գրեք ձեր կարծիքներն ու սպասելիքները մեկնաբանություններում։ Ես անհամբեր կսպասեմ դրանց։ Չմոռանաք հավանել այս տեսանյութը և բաժանորդագրվել մեր ալիքին նոր սերիաների վերլուծությունները առաջինը դիտելու համար։ Կհանդիպենք շուտով։
Thank you.